Ուրեմն տնտեսական շահերը ենթադրենք ձեր եւ Սամվել Բաբայանի կարող են չհամընկնել եւ այդ պատճառով իրավիճակը սրվելու պահին ենթադրենք կարող է իշխանությունը քաղաքական իշխանությունը եւ տնտեսական իշխանությունը ինչ որ ձևի զուգորդվել։ Այսինքն տվյալ դեպքում իմ հետ կատարված մահափորձը նկատի ունեք դուք։ Նաեւ քանի որ ես հասկանում եմ, որ մեղադրյալների աթոռին նստած է մի մարդ, որը ձեր կոնկուրենտների, այսպես ասած, ներկայացուցիչն է, այդպես է։ Այո։ Ես չեմ կարծում, որ իմ եւ Սամվել Բաբայանի տնտեսական այդ բանը վեճերը ինչ-որ կվերածվեր, վերջի վերջո նորմալ մարդիկ ենք մենք, հաստատ ես չեմ մտածում, որ Սամվել Բաբայանը նման քայլի կգնա։ Մեր մեջ նորմալ հարթվել է այդ խնդիրները, այնտեղ հիմա որևէ մենք խնդիրներ չունենք իրար հետ։ Իսկ ինչ վերաբերվում է տնտեսական, այո, իմ կարծիքով դեռ Հայաստանում կշարունակվեն նման բաներ, որովհետև մեր ժողովուրդը դեռ չի ուզում հասկանա սեփականատերը եւ նրանից որ չի կարելի նրա ոտոձգություններ անել նրա նկատմամբ։ Այսինքն մեղադրյալի աթոռին ներեցեք հիմա Կարեն Բաբայանի մտերիմ կամ նրանց հետ փայ ունեցող մարդկանց ներկայացուցիչը չէ, այդպես չէ։ Գիտեք ինչ, եթե դուք նկատի ունեք Աշոտ Սարգսյանին եւ դատարանի քննությունը գնում է, դատարանը վճիռ պետք է կայացնի, ես չեմ ուզում դատարանից առաջ ընկնել եւ ինչ որ մեղադրանքներ։ Այո, կասկածվում է նա, ձերբակալված է նա դատարանի դահլիճում այսօր նստած է նա, բայց ես նորից եմ ասում, ես Կարեն Բաբայանի մտերիմ չեմ համարում նրանց, որովհետև հաստատ Կարեն Բաբայանը չգիտեր, որ նրանք իմ դեմ մահափորձ են արել, որովհետև ինձ հասած ինֆորմացիայով դեռ այդ ժամանակ նրանք որևէ կապ չունեին Կարեն Բաբայանի հետ, երբ որ իմ դա եղել է հունվարի 20-ին, իսկ նրանք իրենց ակցիաները արդեն ծանոթացել են մայիս ամսին Կարեն Բաբայանին։ Հասկանալի է։ Լսենք մեր հեռուստադիտողների հարցերը, խնդրեմ։ Աննա Պետրոսյանը հարցնում է. Եթե լրագրողներից մեկը ձեր անուն ազգանունը գրելուց հետո փակագծերում գրի Նեմեծ, դուք էլ տվյալ լրագրողին դատի կտաք, եւ Մհեր Ղամբարյանը հարցնում է. ինչու են ձեզ անվանում Նեմեծ Ռուբո։ Շնորհակալություն։ Ես հարցերը ես չեմ ընտրել, դրա համար խնդրում եմ ինչ դատի չտալ։ Ուրեմն ես ես մի բան եմ պատկերացնում, որ չի կա դա անբարոյականություն է, որ լրագրողին մականունի համար դատ են տալի։ Այդ դեպքում իմ պատկերացմամբ պետք է դանակահարել, ասենք փողոցի ասողին։ Դա իմ մականունն է եղել, իմ տատուս եղբորից եկած ժառանգած, այնց որ լրագրողը մեղք չունի, ինքը լսում է, եւ ես դա նորմալ եմ ընդունում, բազմաթիվ անգամ գրել են իմ մասին, ես հաստատ որևէ անգամ դատի չեմ տվել, կարծեմ մի անգամ եղել, ես որ պարոն Աբրամյանի հետ եմ զանգարել, խոսացել նորմալ խոսակցություն է եղել մեր մեջ։ Ես հավաստում եմ, որ իսկապես նորմալ խոսակցություն է եղել, այսինքն դուք չեք պատրաստում մականվան համար կամ չգիտեմ նման բաների, այսինքն լրագրողների հետ հաշիվ պարզել։ Ոչ, դա նորմալ եմ ես ընդունում, եթե մականունը մենք ստացել ենք, կարող ենք գրել ինչ եղել։